Շնորհակալ եմ, Տիկին Ջուլհակյան, երթման տեքստը կարևոր է այն մարդու համար, ով ընդունում է այդ տեքստը, ով ստորագրում է այդ երթման տակ եւ ով հավատարիմ է մնում դրան։ Մենք այսօր էլ ունենք գործընկերներ ընդդիմադիր մեր խմբակցությունից, որոնք ընդհանրապես նույնիսկ գործող տեքստը, այսինքն այդ երթման տեքստը չեն ընդունել, դրա տակ, չգիտեմ, չեն ստորագրել, ինչպես արարողակարգը, ընթացակարգը։ Եվ ինչ է փոխելու հետևաբար, ինչով է իհարկե շատ կարևոր է այս հարցը չեմ նսեմացնում տեքստի վերանայումը, որովհետև իսկապես շատ կարևոր են շեշտադրումները, որոնք դուք անում եք, բայց ինչ եք կարծում, օրինակ ընդդիմադիրների դեպքում եւ հիմա էլ հատկապես երբ մեր նախաձեռնությամբ է, հա, այս փոփոխությունը տեղի ունենում, ինչ է տեղի ունենալու եւ ինչ կփոխի դա ձեր կարծիքով ընդդիմադիր օրինակ падգամավորների մտածողության մեջ եւ ընդհանրապես չեք կարծում, որ նաեւ պատասխանատվության մասով ինչ-որ բան է պետք անել։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Բաթոյան, նախ ասեմ, որ այս տեքստի փոփոխությունը փոխում է մեր վերաբերմունքը մեր պետությանը եւ մեր ժողովրդին։ Այսինքն մենք իրական այս տեքստի փոփոխությամբ կոնկրետացնում ենք մեր ժողովրդի իղձերը մեր պետականության շուրջ եւ պաշտոնյայի պարտավորությունները մեր պետականության հարատեւության եւ պահպանման հետ կապված։ Հետեւաբար փոփոխությունը միտված է դրան։ Փոփոխությունը միտված չէ նրան, որ մեր ընդդիմությանը համոզենք երթվել այս տեքստի տակ։ Մենք 21 թվականի առաջին նիստի ժամանակ, ազգային ժողովի գումարման առաջին նիստի ժամանակ ունեցել ենք դեպք, այո, երբ падգամավորների մի մասը ոչ շատ, բայց առնվազն իրենք չեն երթվել մեր գործող տեքստով, այլ իրենց կուսակցական երթումն են տվել։ Այդ խնդիրը մասնակիորեն լուծելու համար գործընկերները, այդ թվում եւ Տիկին Արխազ Ղազարյանը հանդես են եկել նախաձեռնությամբ, որ բացի երթումից նաեւ падգամավորը ստորագրի այդ տեքստի տակ, հիմա արդեն ստորագրվում է, բայց քանի որ ժամանակս ավարտվեց, ես կարձագանք եմ ձեր արձագանքից հետո։ Արձագանք։ Իհարկե, առաջին հերթին մենք բոլորս պիտի կարևորենք եւ բնականաբար մեր մոտեցումն է փոխվում, բայց ես իհարկե ընդդիմության մասին չեմ խոսում միայն, այլ նաեւ այդ տեքստի հանդեպ մեր բոլորի վերաբերմունքի եւ յուրաքանչյուրի ով պիտի դա ընդունի։ Բայց ես կարծում եմ, որ կարելի է մտածել նաև այդ ամենը հանրայնացնելու մասին, չգիտեմ, գուցե արժեքայքում եւ այլն, որովհետեւ որքանով որ կարևոր է այդ տեքստը, այդքան էլ կարևոր է մեր վարքագիծը այդ տեքստի նկատմամբ որպես ազգային ժողովի падգամավորներ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ Տիկին Բաթոյան, իրականում հանձնաժողովի նիստում քննարկելու ժամանակ էլ անդրադարձել ենք այն հարցին, թե ինչ, եթե падգամավորը հրաժարվում է երթվել, իրականում սանկցիա չի կարող կիրառվել падգամավորի նկատմամբ, երբ վերջինս հրաժարվում է երթվել, որովհետև մանդատից իրեն չենք զրկի, դա կլինի հակասահմանադրական, բայց ես կարծում եմ, որ այս դեպքում կարող է օգնության հասնել եւ դա նաեւ հանձնաժողովի նիստի ժամանակ եմ ասել հանրային պարզավանքը։ Այսինքն պարզապես պետք է հանրայնացնել, որ մենք ունենք падգամավոր, որը հրաժարվում է երթվել Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության պահպանման համար։ Այլ լուծում ես այս փուլում առնվազն չեմ պատկերացնում։ Շնորհակալություն։